մոտեցել ենք մեր հաջորդ սպիկերին, ու մինչև սպիկերին ներկայացնելը բերենք հասկանանք, ովքեր են, որ կարծում են մարդիկ, որոշները հարուստ են, որոշները աղքատ, երբևէ մտածել եք այս հարցի շուրջ, ինչու։ Ինչպիսի տեսակետ ունենք յուրաքանչյուրս, ինչու են մարդիկ հարստանում կամ շատ-շատերը մնում աղքատ։ Շատ-շատերին փաստորեն այս հարցը անընդհատ հետաքրքրում է, ճիշտ հասկացա։ Եթե կան այդպիսի մարդիկ, որի մեջ համոզվեցին, ուրեմն մեր հաջորդ սպիկերի հենց ելույթը ձեր համար է։ Սպիկեր, ով մեր լիդերներից է, ով Հա, հիմա մենք կներկայացնենք մեր սպիկերներից, մեր լիդերներից Եվս մի հատ կարևոր մարդ, ինձ ասած, մեր բոլորիս հաջողության հասնելու մեջ նաև կարող եմ նշել, մարդ, ով 100 մարդկանցից ավել միավորել է մեկ գաղափարի շուրջ ու օգնել է, որ մենք կարողանանք ունենալ որոշակի բարձունքներ, ունենալ որոշակի հաջողություններ մեր բիզնեսում։ Ու ինչպես արդեն Արփինեն նշեց, այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես է, որ միլիոնատերերը տարբեր ձևով են ուրեմն մտածում փողի մասին։ Եվ կուզենամ մի հատ ևս հարց տալ ձեզ, արդյոք դուք համամիտ եք մի հատ այսպիսի ասացիաներ, որ հարստությունը սկսվում է ոչ թե կոնկրետ տրամաբանակից, այլ մտածելակերպից։ Այո։ Համամիտ եք, չէ՞։ Շատ լավ է, որովհետև հաջորդ մեր սպիկերի ելույթը հենց դրա հետ է կապված։ Դիմավոր եք Արփինե Սարգսյան, մենեջեր ընկերություն։ Ջեն ողջուներով խոսքը փոխանցենք Արփինե Սարգսյանին, որը իր գիտելիքները կփորձի։ Շնորհակալ եմ շատ, նախ ողջունում եմ բոլորի, ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել, կամ գործընկերներ, որ առաջին անգամ եմ տեսնում, ողջունում եմ ձեզ, ուրախ եմ, որ հենց այսօր դահլիճում միացաք այստեղ մեզ, շնորհավորում ենք ձեզ, այսօր մենք դահլիճում ակտիվացող ունեցանք, Մարգարիտը միացավ մեզ, շնորհավորում ենք ձեզ, ողջունում ենք, շնորհավորում ենք Մարգարիտ ջան, բարի գալուստ։ Ուրեմն դահլիճում ունենք շատ որակով, որակ ունենք այսօր իրականում։ Ինչպես մեր նախորդ սպիկերները նշեցին, քանակի վրա շեշտադրում չի եղել է շեշտադրում որակի վրա, որը ես կուզենամ առանձնահատուկ հիմա շեշտադրել, շատ որակով ու այն գործընկերներ հիմա ներկա, ովքեր որ իսկապես ունեն գիտակցություն զարգանալու, ունեն արժեքներ ու ես ձեզ ողջունում եմ, ուրախ եմ ձեզ այստեղ տեսնելու համար։ Կան գործընկերներ, որ եկել են Հայաստան, ժամանել են Հայաստան այլ երկրներից կոնֆերանսին մասնակցելու համար, ողջունում եմ ձեզ նաև։ Ժաննան Վրաստանից, Արմենը Ռուսաստանից, ողջունում եմ ձեզ։ Ունենք գործընկերներ տարբեր վայրերից եկած։ Գիտեք, հիմա Երևանում գտնվող շատ գործընկերներ գաղտնիք դասանցես, բայց իմացեք դուք էլ։ Իրենք չեն եկել, ինչու։ Չեն արժևորել, քանի որ իրենք չունեն որոշում զարգանալու գործընկերներ, այդքան բան։ Հաջորդ հանդիպումներին ևս շեշտադրում է արվելու որակի վրա։ Մի խոսքով շատ որակյալ մասը է նստած, շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Ուրեմն, ինչպես մեր գործընկերները հուշեցին արդեն, մենք խոսելու ենք գումարի մասին, փողի մասին։ Հիմա մենք մի շարք բացահայտումներ կանենք փողի հետ կապված, միասին կքննարկենք, ձեզնից ակնկալում եմ ձեր կարծիքը, ձեր են ակտիվ մասնակցությունը, որից հետո մի փոքր կհանգստանանք։ Ուրեմն, խոսելու ենք միլիոնատիրոջ մտածելակերպի մասին։ Ինչ եք կարծում, հարգելի ներկաներ, հեշտ է միլիոնատեր լինելը։ Այս առումով ինչ կարծիք ունեք։ Հեշտ չէ։ Լավ, ով է մտածում, որ հեշտ է, ձեռք ենք բարձրացնում։ Ով է։ Չլսեցի։
Այո, իրականում դա մտածելակերպ է որոշում, գիտեք։ Հետաքրքիր է, որ անգամ մտքում միլիոնատեր լինել է բավականին բարդ պրոցես։ Ով է մտքում որոշել, որ միլիոնատեր կլինեն, այդ միլիոնները կծախսեն։ Վերջերս ես զգացի, որ այդ մտքից ստրես եմ անում։ Իրականում կար այդպիսի բան, ես այն մտքից թե լավ, այդքան մեծ գումար, կուրատորը գիտի առանձին քննարկում ունեցել եմ իր հետ, լավ, այդքան գումար, որ լինի ես այդ գումարը ինչ եմ անելու, այն որ իրականում ստրեսի աղբյուր է, էլի մարդիկ կա, որ ստրես են դահանում, այսինքն հետաքրքիր է, բայց միլիոնատեր լինելը դա ուղղակի և որոշման հարց է, և բավականին բարդ հարց է։ Հիմա մենք միասին կվերլուծենք այդ կետերը, ոնց անել, որ դառնանք իսկապես միլիոնատեր, շատ գումար վաստակենք և հասկանանք մեր մոտեցումը գումարի հանդեպ, որտեղ շատ բան կախված է իսկապես մեր մոտեցումից, գումարի հանդեպ։ Լավ, ուրեմն հետաքրքիր է, որ գումարի հետ կապված որոշակի կարծրատիպեր կան, օրինակ, որ ինչ կարծրատիպեր կհիշեք ձեր կյանքում, որ օրինակ գումարը ինչ է։ Ահա, Ալինան ասում է, փողը ձեռքի կերտ է։ Ինչ է փողը։ Չէ, բացասական կարծրատիպերը, Արինյան, բացասական։ Հələ հեշտով ասենք, որ բոլոր կարծրատիպերը ջարդենք։ Հա, բացասական։ Գլխացավանք է։ Են ասում։ Լավ։ Այդ ճիշտ են ասում։ Դա փողը էներգիա է, բոլոր դեպքերում շատ մեծ էներգիա է կյանքում։ Ահա, չէ, բացասական, դե դրականի ասեք, դրականի կաները դառնում, ասեք անայր։ Այդ մտքով եմ վախեցնում, որ շատ փող ունեցած կհեռանան։ Լավ, այստեղ մի հետաքրքիր մի կետ ասեցին, բայց մոռացա, փողը, չէ, դրականը չենք ասում հələ։ Լավ։ Շատ փող ունենալիս չես կարող խնել։ Ահա, ճիշտ եմ ասում։ Լավ, ուրեմն հասկացանք, որոշակի կարծրատիպեր կա, հետաքրքիրը գիտեք որն է, որ երբ որ մենք մեր մանկությունից լսում ենք, որ այդ գումար ունեցող մարդիկ են, որ ինչ են ասում, արտար ճանապարհով չեն վաստակել այդ փողը, կա չէ, այդպիսի կարծրատիպ։ Խաբեությունը հաստատ է, որ խաբեություն արած կլինեն, որ մեկին ինչ-որ վերցրել է ձեռքից, խելացի, ուրիշ տարբերակ, ինքնին որ շատ դիկը տարբերակներ եք ասում, որ իմ սլայդերի մեջ չկա ավելացնեմ։ Լավ, տեսեք էստեղ, նայք սլայդերին հարգելիներս, ուրեմն փողը չարիք է, հաջորդը, հարուստ դառնում են բախտավորները, օրինակ ես իմ գործիքերներին շատ եմ լսել, վայ ես իրա նման բախտավոր չեմ, որ հարուստ լինեմ, հարուստ դառնում են խաբեբաները, հարուստ դառնալու համար հարկավոր է աշխատել 24 ժամ 7 օր։ Հետաքրքիր է, չէ՞, սրանք ամենատարածված կարծրատիպերն են։ Ով է մտածում, որ փող ունենալը բախտի բան է։ Անգեղծ էր բարձրած։ Ունենք Սավիջը, էլ ով է մտածում, բախտի բան է։ Լավ, հələ բախտի տեսակներ եք ասեք, ինչ բախտի բան է փող ունենալը։ Դու վայում ես ծնվել։ Մեկ գործընկերներից նաև լսում ենք ինչ, որ փողը չեն նրա, որ ստատուս բացել է բախտի բան է, բախտավոր են իրանք, իրանց են, որ առանց գործողության ստատուս են բացում, բախտերը բերում է, այդպիսի իրավիճակներ կան, չէ։ Ուրեմն տեսեք, այս բոլոր կարծրատիպերը գործընկերներ, կարծրատիպերը, հələ հաջորդ սլայդը մի նկարեք, լսում ենք ինձ, այս բոլոր կարծրատիպերը խանգարում են մեզ, դրանք նստած են մեր մեջ, իսկապես չենք քննարկում տեղում, լավ, խնդրում եմ պահպանենք լրություն, որ հասկանանք իրար։ Ուրեմն այս բոլոր կարծրատիպերը նստած են մեր մեջ և մեզ խանգարում են, իսկապես։ Օրինակներ կան, շատ օրինակներ կան,
երբ որ մենք ուղղակի տեսնում ենք, որ մաշտու մեջ նստած այդ կարծրատիպը իրանք հանգարում են։ Դիք օրինակներ կան, որտեղ որ մաշտիկ հաջողվում են, արդեն գումար են վաստակում, բայց արհեստական դանդաղեցնում են այդ վիճակը։ Դիք օրինակներ կան, երբ որ մաշտիկ մեկից ավել աշխատանքներ են փնտրում, որովհետեւ շատ գումար վաստակեն։ Ինչը, որովհետև իրանք մտածում են շատ հարուստ լինելու համար հարկավոր է մի հատ ստաբիլիզի մեջ լինել, մի հատ օնիքսիումի մեջ լինել, մի հատ ֆաբերնիկի մեջ լինել, մի հատ էյվնի մեջ լինել, մի հատ գնալ օրիֆլեյն, այսինքն այս MLM ընկերություններն են մեծ բանին ասում, հա, բայց իհարկե կան գործընկերներ, որ իրենց ոլորտների մեջ առավոտ աշխատում են, ցերեկն աշխատում են, մի հատ էլ գիշերն են աշխատում, ինչը որովհետև իրենք մտածում են, կա այդ նստվածքն իրանց մեջ, որ հարուստ լինելու համար հարկավոր է շատ աշխատել։ Իրականում այս կարծրատիպը, վերջին կարծրատիպը կոտրեց հենց Eisenhower-ը, հա, երբ որ մի հետաքրքիր կարևոր մատրիցա է կոչվում, հա, սխեմա մշակեց, որտեղ որ ինչ արեց։ Ինքը մտածեց, որ գիտեք հարգելի մաշտիկ, որպեսզի մենք հաջողվենք, հարկավոր է, որ մենք պլանավորենք մեր օրը, ճիշտ պլանավորենք մեր օրը, առանձնացնենք կարևոր հրատապ, ոչ կարևոր, ոչ հրատապ գործողությունները, որպեսզի հաջողության հասնենք։ Ով է պլանավորում իր օրը, ձեռք ենք բարձրացնում, ովքեր։ Լավ, իսկ հասցնում եք ամենակարևոր գործերը, երբ որ պլանավորում եք ձեր օրը։ Ովքեր չեն հասցնում իրենց օրը, ամբողջությամբ են, որ արդյունավետ տանել առաջ, հա, չեն հասցնում ամենակարևոր գործերը։ Խնդրում եմ վերանայեք ձեր օրվա գրաֆիկը։ Ինչ եք անում դուք։ Հա, երբեմն տեսեք, ես միշտ այդ օրինակը բերում եմ, բայց այստեղ եմ, որ շատ ակտուալ է, չէ՞։ Վերցնում ենք հեռախոսը, մենք շատ զբաղված ենք այդ պահին։ Եվ ինչ ենք անում, հեշտում ենք, ուղղակի գնաց, որ կես ժամ, մի ժամ, բայց ինչ եք արել։ Ոչ մի բան, չէ՞։ Բոլորիս մոտ եղել է այդ փուլը, որ ուղղակի մեր ամենակարևոր գործողությունները, որոնք որ մենք պետք է անեինք, որ հասնեինք հաջողության, զուտ են, որ ուղղակի ոչ կարևոր, ոչ հրատապ, կարող եմ ասել եմ, որ առհասարակ առօրյայից պետք է հանել այդ գործողությունները, դրանք անելով մենք ուղղակի վարվում ենք ամենակարևորը, ժամանակը։ Կամ օրինակ որոշել ենք, որ զանգ ենք անելու ու գնաց են, որ հիմնական թեմային շեղվեցին, էլ հարևան էլ, բարեկամ էլ, ծանոթ էլ, չգիտեմ, ինչքան է երկարում երբեմն զանգերը։ Երբ որ մենք խոստովանում ենք հիմնականի կարևորի մասին եւ վերջ են, որ երկարում են։ Ձեր մոտ եղել են այդպիսի դեպքեր, թե մենակ իմ մոտ եղել է, հետաքրքիր է, որ եղել է։ Շատ լավ, այն մոտ է եղել, ձեր բարձրացրեք, եսայի, դե մի մասը անգեղ չեն, մի մասը որ իրանց մոտ չի եղել։ Իրականում մեր եթե առօրյան վերլուծենք, մեր բոլորի մոտ էլ սրա կա, բայց որպեսզի արդյունավետ դարձնենք, դա շատ կարևոր է, որ մեր օրվա առաջին փուլում կատարենք կարևոր հրատապ գործերը, հենց այդ պահին, հա, հետո կարևոր եւ ոչ հրատապ գործերը ինչ անենք։ Պլանավորենք, որ երբ ենք անելու, դնենք հստակ ժամանակ, երբ ենք անելու, ոչ կարևոր, բայց հրատապ գործերը, ոչ կարևոր, ոչ հրատապ, հա, թեկուզ օրվա երկրորդ կեսին անել, իսկ այն ոչ կարևոր, ոչ հրատապ գործերը ամբողջությամբ հանենք մեր առօրյայից։ Այս դեպքում ինչ կունենանք, հավելյալ ժամանակ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Գիտեք, դուք ինքներդ այդպիսի մարդկանց պատմություններ, ովքեր որ իրենց ժամանակը ճիշտ են օգտագործել եւ հասել են հաջողությունների։ Ասեք ինձ օրինակներ։ Խնդրեմ Տիգին Աշխեն, ասեք։ Ես ինքս երբ որ պլանավորել եմ ժամանակը եւ բաժանել եմ մասերի, հասել եմ մեծ հաջողությունների, իհարկե այստեղ դեռ դուրս եմ, բայց էլի կհասնեմ։ Էլի ասեմ։ Չէ, ուզում էի օրինակներ, կոնկրետ օրինակներ հայտնի մարդկանց կյանքից, հա, ովքեր որ լավ, Օրեն Բաֆետ, լավ, ուրիշ, խնդրեմ ես այլ։ Երեսի պապիկը, ինքը իրան այս հետո չէ պապիկ, արգամա, ավերարի հացը այս հետո
Լավ, շատ լավ, շնորհակալ եմ։ Այլ տարբերակներ։ Լավ։ Շատ լավ։ Շատ լավ։ Շատ անձնավոր է, հիշում ենք, չէ, շատ լավ անձնավորի պատմությունը։ Նախնական փուլում, երբ որ որոշել է երկել, ինչ բանջարել են, ինչ մտեշ կասես, են որ ստացել է բեմի վրա, չէ, ասենք սկզբում չի ընդունվել, նույնը Coca-Cola ընկերության հետ կապված կարելի ասել, Coca-Cola-ն իր զարգացման առաջին տարում են, որ ինչքան հիշում եմ 19 օրինակ է վաճառել ընդամենը, հիմա են որ պատկերացնում եք ծավալը։ Լավ, օրինակ WhatsApp-ի հիմնադիրին ով է հիշում։ Ով է WhatsApp-ի հիմնադիրը։ Յանկում, լսել եք Յանկումի մասին։ Ինքը եղել է շատ աղքատ մարդ։ Ուկրաինայում է ապրել, հետո մոր հետ տեղափոխվել է Ամերիկա, որից հետո են որ բավականին երկար ու դժվար փուլ է ունեցել, կյանքի փուլ է ունեցել, հա, այստեղ իրեն առաջ գնաց հետ բերեցինք։ Հետո ինչ է եղել, զուտ իր գաղափարի, հա, այն որ ստեղծել է WhatsApp-ը, զուտ այդ գաղափարի շնորհիվ, երբ որ արդեն վաճառել է իր գաղափարը, WhatsApp-ը դարձել է միլիոնատեր, բայց նախնական փուլում ինքը շատ աղքատ կյանք է ունեցել։ Լավ, մի ուրեմն շատ հետաքրքիր օրինակ լամպը ստեղծողի հետ կապված, հա, ով է լամպը ստեղծել։ Լավ, քանի անգամ է ցախողվել մինչև որ վերջնականապես լամպը ստեղծել է։ Լավ, եւ դրանց հետո ինչ է եղել։ Ստեղծել է, չէ՞, ի վերջո։ Լավ, հիմա դրան էլ կանդրադառնանք, բայց այստեղ ուզում եմ ինչ հասկանանք, որ ոչ այդ ներքին համոզմունքները, որոնք որ մեր մեջ կան, փողը չարիք է, որ շատ պետք է աշխատել, որ բախտավորներն են մենակ հաջողվում, հենց գործնական օրինակներով, կյանքի օրինակներով, շատ հարուստ մարդկանց օրինակներով, մենք հասկանում ենք, որ դրանք ընդամենը կարծրատիպեր են, եւ եթե մենք այդ կարծրատիպերը կոտրենք, մենք իսկապես նոր հաջողության փուլ կկարողանանք գրանցել։ Ուրեմն ինչ հատկանիշներ են օգնում մարդկանց, որ իրանք հասնեն հաջողության։ Հիմա միասին այդ հատկանիշների մասին մի քանի ընդհանրացում կանենք։ Լավ, տեսեք, ուրեմն ինչ հատկություններ են օգնում մարդկանց, որ մարդիկ կարողանան զարգանալ եւ այդ իրենց մեջ եղած կարծրատիպերը կոտրել ու առաջ գնալ։ Կոչվում է աճի մտածելակերպի ձևավորում։ Ինչ է սա։ Օրինակ, երբ որ կորոնավիրուս եղավ, ինչ եղավ։ Կորոնավիրուսի ժամանակ ինչ եղավ, շատ բիզնեսներ գետի վրա գործող, ինչ եղավ այդ բիզնեսների հետ։ Ուղղակի իրենք ճկուն չէին, ուղղակի փակվեց, ինչ է, բայց ոմանց աճեց, ինչու։ Ճիշտ է ասում։ Օնլայնի հաշվին խելացի որոշ բիզնեսներ զարգացան ու աճեցին։ Սա ինչ էր կոչվում, տեսեք։ Աճի մտածելակերպ, երբ որ կա դժվարություն, բայց մարդը սկսում է մտածել, լավ, ես ինչ անեմ, որ այս իրավիճակը հաղթահարեմ, այսա կոչվում է աճի մտածելակերպ։ Հետաքրքիր է, մի շատ հետաքրքիր պատմություն եմ այս բանին հիշում, ասում են, երբ որ մի շատ հայտնի MLM ընկերություն եկավ Հայաստան, դրա լիդերներից մեկը գնաց իր օֆիսը բացեց, ուրիշ շատ հայտնի MLM ընկերության 2 օֆիսների արանքում։ Մյուսն երկուսը հետ գնացին, ինքը զարգացավ ու աճեց։ Ես հիշում եմ այդ պատմությունը, դա աճի մտածելակերպ էր, որտեղ եկավ իր առավելությունները շեշտադրեց ու զարգացավ ինքը։ Կոնկրետ ընկերության անուն չասեմ, տվյալ լիդերին այս բանին չասեմ, բայց կա այդպիսի դեպք, երբ որ ինքը կա, չէ, այդպիսի շատ սիրուն նկարեր կա, մատիտը կոտրում են, ասում են կար մատիտ, կա կոդրված մատիտ, կա 2 մատիտ աշտեն։ Ով է հիշում այդ նկարը, որ ասում են 2 հնարավորություն աշտեն կա։ Այսա կոչվում է աճի մտածելակերպ, դժվարությունը հնարավորություն դարձնելու մտածելակերպ։ Լավ, իսկ մեր բիզնեսում, եկեք մեր բիզնեսը մի պահ վերլուծենք, կարիերայում, ինչ խնդիրներ ունենք։ Կա, չէ, եթե կա բիզնես, եթե կա գործողություն, անհնար է խնդիրներ չլինեն դժվարություններ։ Քիչ առաջ մեր Լիպարի Զաքարյանը, որ բացատրում էր, ասում էր, ում բիզնեսն է զարգանում, ում բիզնեսն է այս պահին գնում
առաջ Արշակն ասեց այս բանը ճգնաժամային փուլի վերջ ենք հասել։ Ինչ անենք, որ, հա, ինչ մտածելակերպ էս բային դրսևորենք, որ գնանք առաջ։ Ինչ անենք այս դեպքում։ Դրա համար ինչ է հարկավոր վերլուծել իրավիճակը, խնդիրները առաջ բերել, հա, իսկապես հասկանալ խնդիրները, վերլուծել, խնդիրները հասկանալ, դրանից հետո գտնել պոտենցիալ 3 լուծում, հա, եթե կա այս խնդիրը 3 լուծում, թե ես այդ խնդիրներից ոնց շարժվեմ առաջ։ Հետո ընտրել դրանցից մեկը եւ գործողությունների պլան մշակել։ Ինչ է կարծում, գործընկերներ, միայն այդ խնդիրները գտանք, նպատակ որ արդեն որոշեցինք, թե ինչը կօգնի մեզ այդ խնդիրներից դուրս գալ, այդքանը բավարար է։ Ինչ է պետք։ Գործողությունների պլան, շատ կարևոր է գործողությունների պլան։ Գիտեք չէ, շատ մարդիկ երբ են կանգ առնում, հենց այդ գործողությունների ժամանակ, երբ որ ուղղակի այդ գործողությունները իսատ են անում կամ ուղղակի չեն անում։ Լավ, ընդհանրապես այս հատվածը նկարեք կամ գրեք, սա մեր բիզնեսի մեջ շատ կարևոր է, հետաքրքիր է, շատ հետաքրքիր տեխնոլոգիա է, որը ցանկացած բնակավարում կարող եք օգտագործել, կոչվում է 5 ինչուների տեխնիկա, եւ այս մեթոդը օգտագործելով, հա, 5 ինչուների տեխնիկա։ Ուրեմն 5 ինչուների տեխնիկա։ Առաջին ինչուն որն է։ Տեսեք, կա խնդիր, հա, գտնում ենք տարբերակները, ոնց գտնենք այդ լուծման տարբերակները։ Նախ ինչուներին պետք է պատասխանենք։ Առաջին ինչուն։ Օրինակ, ապրանքը երբեմն ասում են թանկ է, չէ՞։ Ինչու են իրենք չափազանց թանկ գնահատում ապրանքը։ Առաջին հարցը, որովհետև երկրորդ կարևորագույն պատասխանը, պատասխանը հետո կասեմ, ինչու են նրանք այն թանկ համարում, քանի որ չեն տեսնում դրա արժեքը, չէ՞, թե դրանով իրանք ինչ կանեն։ Արժեքը կա արժեք, կա գին։ Այսինքն արժեքը չի գիտակցվում մարդկանց կողմից։ Հաջորդ ինչուն։ Ինչու են մարդիկ, հա, ինչու արժեքը չեն տեսնում։ Քանի որ մենք, հա, որպես ներկայացնող կողմ, ցույց չենք տվել, թե տվյալ պրոդուկտը ոնց կլուծի իրենց խնդիրները, ճիշտ է։ Այսինքն, եթե մարդը չգիտի, թե պրոդուկտը, տվյալ օրինակ, չգիտեմ, տարբեր ինչ-որ իրավիճակների վրա կարելի է տանել օրինակը, դա ոնց կլուծի իր խնդիրը, հա, թեկուզ եկեք վերցնենք այսօր գործընկերների մի մասը վճարել են, ու իրանք ներկա չեն հիմա։ Ինչու, որովհետև իրենք չգիտեն, թե իրենց որ խնդրի լուծում իրանք այստեղ կգտնեն։ Իրենք չեն պատկերացնում դա, դրա համար հիմա իրանք այստեղ ներկա չեն։ Եվ մենք պետք է վերլուծենք, չէ՞, կոնկրետ խնդրի վրա բերեցինք օրինակը։ Ինչու իրենք չեն տեսնում արժեքը, հա, ինչու իրենք չեն արժևորում, որտեղ իրանք չեն տեսնում, թե որ խնդիրը կլուծվի իրանց այստեղ ներկա գտնվելով։ Հաջորդը, ինչու չենք ցույց տալիս դա խնդիրը։ Ինչու մենք եթե տեսնում ենք այդ խնդիրը ցույց չենք տալիս դրա լուծումը։ Հա, հաջորդ ինչու։ Եվ մյուսը, ինչու չգիտենք, հա, երբեմն ասում են, չէ, չգիտեմ ես դա։ Դրա համար տեսեք, որովհետեւ այս ինչուների պատասխանը ստանանք, եւ մենք արդյունավետ առաջ գնանք այդ լուծումները ստանանք։ Կարևոր է կատարել հետազոտություն, իրավիճակը մի հատ հասկանանք ինչ է կատարվում, հետո ստրատեգիական լուծումներ արդեն մշակել դրանք առաջ տանելու համար։ Հա, կոնկրետ 5 ինչուները տվեցինք, կամ օրինակ, բերեմ շատ լավ օրինակ, ինչու ես ստատուս չեմ բացում, քանի որ ես հիմա կասաների անդրադարձավ ստատուսներին, այն որ անընդհատ հիմնական թեմա, որովհետև չեմ արժևորում, որովհետև հա, ինչու չեմ արժևորում, ինչու կուրատորներ չեք արժևորում այդ ստատուսը, մի խոսքով հասնում ենք արմատին եւ գտնում ենք 3 լուծում, 3 տարբերակ, հիմա դուք մտածեք այդ 3 տարբերակը, ինչու որոշ գործընկերներ ստատուս չեն բացել, 3 տարբերակ, հետո կաշխատենք արդեն այդ 3 տարբերակներից մեկի ուղղությամբ։ Պայմանավորվեցինք, ում հետ պայմանավորվեցինք ձեռք են բացրած։ Մնացածը բա։ Ահա։ Մնացածը ստատուս չեն բացելու։ Ահա, ես ֆիքսեցի։ Նշողությունը շատ բամնացած ինչու են վախենում։ Ով է վախենում։ Ով է վախենում, ձեր կեպա։
Շատ։ Էլ ինչն է մարդուն խանգարում առաջ շարժվել, ինչ եք կարծում։ Վախը, չէ, վախ։ Ով է զգում վախ։ Կան մարդիկ, ովքեր վախ են զգում։ Ձերք ենք բար, եկեք ավելի ակտիվ, ովքեր են վախ զգացել իրանց կյանքում, թեկուզ մի անգամ։ Բա մնացածը, մի անգամ թեկուզ, չեմ ասում անընդհատ վախ են։ Լավ, մնացածը հակառակը հիմա անեն, ովքեր են, որ երբևէ վախ չեն զգացել, ձեռք են բարձրացնում։ Այսինքն են մասով հայք երկում, այսպես։ Հա, մեռած մարդը և իրանք դա նորմալ զգացողություն։ Իրականում երբեմն մենք երբ որ ինչ-որ գործողություն ենք անում, պլանավորում ենք, ուզում ենք առաջ գնալ, մեզ կանգնեցնում է ձախողման վախը։ Մենք որ դարձնում ենք Կիկոսի մահը, երբեմն գիտեք, չէ, ասում ենք, մենք էս կանենք այս գործողությունը, բայ գիտես, էս կլինի, բայ հաջորդ ամիս էս կլինի, էս մեկ մյուսը կլինի, երբ գործընկերները առաջին շարքի են, որոշ գործընկերներ իրանք գիտեն, երբեմն ես ասում եմ Կիկոսի մահը չդարձնես, ինքը գիտի, որտեղ են որ գործողությունների հանդեպ վախ, հա, են որ գիտեք որ Ձաղում ես բայն, բայց իրականում այդ վախը կա, այդ վախը կա, հա, ու դա բոլորի մոտ կա, հետաքրքիր է, որ բոլորի մոտ կա։ Այս դեպքում, որպեսզի այդ վախը հաղթահարենք ու գնանք առաջ, ինչ է հարկավոր, եկեք այդ քայլերը ներուծենք, թե ինչ է հարկավոր, որ այդ վախից ի վերջո ազատվենք։ Մտածում ենք, թե ինչ կլինի, որ մինչև վերջ, մտածում ես ինչ կլինի, եթե հաջորդ ամիս էս չլինի։ Հետո ինչ կլինի, եթե չլինի։ Հա, մտածում ես այդ վատագույն սցենարը, որը կարող է պատահել քո հետ, վատագույն սցենարը, հետո գտնում ես լուծումը, թե ինչ կարող ես անել այդ ժամանակ։ Հետաքրքիր է գիտեք որն է, որ երբեմն, հա, այդ վատագույն սցենարը այդպես էլ չի գալիս առաջ։ Այդ վատագույն սցենարը, որ մնում են ամեն մեր ուղեղի մեջ, այդ վատագույն սցենարը։ Հետաքրքիր է, որ կա այդպիսի հետաքրքիր ստատիստիկա, ասում են մարդիկ իրենց կյանքում ստացած շատ հնարավորություններ, իրենց վախերի պատճառով հենց ձախողում են ստարտի ժամանակ, երբ որ ուղղակի որոշում են գործողություն չանել, երբ որ ուղղակի վախենում են գործողություն անել։ Հասկանում եք։ Լավ, եկեք հիմա հասկանանք միլիոնատերերը, սրանք են հատկություններն են, սրանք են կարծրատիպերն են իրականում, որոնք որ մեզ մեր կյանքում խանգարում են, որ մենք գումար վաստակենք, որ մենք դառնանք միլիոնատեր։ Հիմա եկեք հասկանանք միլիոնատերերի ռազմավարությունը, լավ իրանք ինչ են անում, ինչպիսի մարդիկ են իրենց առօրյայում, ինչպիսի մարդիկ են իրենք, որպեսզի վերլուծենք իրենց գործողությունները։ Տեսեք, ընդհանրապես այս կանոնը հետադարձ հակառակով էլ կօգտագործեք հետո, տեսեք, հիմա կբացատրեմ ոնց։ 17 ժամվա կանոն։ Ասում են երբեմն խոշոր գնումներ չանեք, հա, միլիոնատերերի մասին է խոսքը։ Սպասեք 72 ժամ, այլապես կլինի էմոցիոնալ գնում։ Հիմա հակառակը մեր բիզնեսի համար։ Չթողնեք ձեր գործընկերները 72 ժամը անցնի։ Ինչու։ Հասկացանք հակառակը։ Հասկացանք։ Ձեր անձնական գնումները են, որ դուք պիտի գնեք, են որ չգիտեմ։ 72 ժամ թողեք, թող անցնի, հետո կգնեք։ Գործարքները 72 ժամ չթողնեք անցնի։ Հա, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Ինչպես։ Հաճախորդը հետո կգա, հետո կմնացի, հա, հետո կսովորեցնենք ինչ մտածի։ Պատկերացրեցինք հակառակ պրոցեսը։ Շատ լավ։ Շարժվեցինք առաջ։ Էլ ինչ սովորություններ ունեն միլիոնատերերը։ Ինչ են անում միլիոնատերերը, ինչ է կարծում, երկար են քնում, թե վաղ են արթնանում։ Ահա, վաղ են արթնանում, ճիշտ է։ Օրինակ կա տարբերակ, երբ որ միլիոնատերերից մեկը առավոտյան ժամը 6-ին է արթնանում, ինքը այդ տարբերակով խնայում է օրական 4 ժամ, ինքը հաշվում է։ Եթե ես օրական 4 ժամ վերջում խնդրում եմ լռություն, որպեսզի լսենք իրար։ Քննարկման ժամանակ կքննարկենք հիմա լռություն։ Ուրեմն ինչ են անում մարդիկ, ժամանակ են հա խնայում,
առավոտ են արթնանում, ժամանակ են խնայում եւ հաշվում են, եթե ես ամեն օր մի ժամ խնայեմ, տարեկան դա կլինի չկան, հա, կոնկրետ ժամանակ, որը կարող եմ իմ բիզնեսի առաջընթացի վրա օգտագործել։ Հաջորդ ամենակարևոր սովորությունը իրենք մշտապես զարգանում են։ Օրինակ մեր ընկերության մեջ զարգանում են իրենք տնտեսաբանության միջոցով, ներկաների մեջ կան մարդիկ, ովքեր սիրում են կաշտ տալ։ Եկեք կանգնենք, սիրում են կաշտ տալ, կաշտում են, հասցնում են, կաշտում են։ Ուրեմն դա ասեմ ձեզ միլիոնատերերի կարևորագույն այն որ հատկություններից մեկն է, ապակա միլիոնատերերը եք, եթե հիմա դեռ միլիոնատեր չեք, այդ հատկությունը ձեզ կօգնի, որ դուք դառնաք այդպիսին։ Մյուս կարևոր հատկությունը, իրենք առնվազն 30 րոպե օրական կաշտում են, բայց ոչ գեղարվեստական, հա, այն որ արկածային գրադարանի մասին չէ խոսքը, այլ ովքեր որ արկածային գրադարանի սիրահար են, իրենք դժվար միլիոնատեր կարող է, բայց այն որ ստատիստիկայով քիչ է ցուցանիշը տոկոսը։ Հաջորդը ֆիզիկական վարժություններ են անում, անընդհատ, այն որ վարժություններ, ինչը որովհետև ֆիզիկական ակտիվությունը օգնում է մարդկանց, հա, էներգիա է տալիս, օգնեցիր։ Ահա, այստեղ խելացի, ճիշտ ես ասում, թարմ է պահում ուղեղը։ Ահա, մասնագետը փաստում է, ես ինչ եմ ասում։ Խելացի, ճիշտ ես ասում։ Ճիշտ է ասում, իսկապես կա այդպիսի հետազոտություն, այն գործընկերները, այն մարդիկ, ովքեր որ մարզվում են, իրենք ավելի շատ գումար են վաստակում։ Այո, ճիշտ ես ասում։ Ֆիզիկական ակտիվությունը օգնում է մտավոր ակտիվությանը։ Հետաքրքիր է, բայց այստեղ էլ հիշեցի Արիստոտելին, ով միշտ սովորել է քայլելով, գիտեք ինչու։ Երբ որ քայլելով մենք սովորում ենք, խոսում ենք, ուղեղն աշխատում է մեր, ուղեղն աշխատում է ու չենք օգտվում ենք։ Դրա համար ենք հիշեք ձեզ, երբ կան մարդիկ, ովքեր փոքր ժամանակ քայլելով են դա սովորել։ Դա ձեզ օգնել է, որ դուք քիչ օգնեք իրականում։ Դա շատ լավ հատկություն է եղել, ասեմ ձեզ, ձեր այն որ լավ սովորելու իրականում ես էլ եմ քայլում գծերս, ինձ էլ հիշեցի։ Հետո եմ լսել, որ դա օգնում է, որ միտքը ավելի ջերմուն լինի, քիչ օգնի մարդը։ Լավ։ Ինչպես։ Ապագա բժշկույն է դա ասում, շնորհակալ եմ Աղջան ախրս։ Շնորհակալ եմ, ճիշտ է ասում։ Ճիշտ է ասում, խելացի։ Հաջորդը, ուրեմն միլիոնատերերի հաջորդ կարևոր հատկությունը դնում են նպատակներ։ Իսկ նպատակ դնելը շատ կարևոր է, գիտեք չէ, ով նպատակ ունի ինքը երկար է ապրում։ Դրա համար դրեք նպատակներ, քանի որ այն մարդը, ով ունի նպատակ, ինքը ունի էներգիա եւ ինքը ավելի ապրում։ Ով է ուզում ավելի ապրել։ Նույնիսկ ես հարցին եմ։ Վերապահում ով ինձ չի լսում։ Մի հատ էլ հարցը դրվեն, ով է ուզում շատ երկար ապրել, ձեր եք հարցրացնում։ Շատ երկար, առողջ, երջանիկ, միլիոնատեր, դրա համար առողջ, երջանիկ, դրա համար տնում ենք նպատակներ։ Նպատակները տալիս են մեզ էներգիա, նպատակները մեզ տալիս են առողջ լինելու հնարավորություն, մեզ տալիս են երջանիկ կյանք ունենալու հնարավորություն։ Լավ, այդ երկար ապրեցինք, Արփինեջյան երկար ապրեցինք, հիմա լսում ենք շարունակությունը, հաջորդ կարևոր կետը, որպեսզի մենք միլիոնատեր դառնանք, ոչ թե աշխատում ենք 24 կոտորակ 7, այսինքն շաբաթը ամբողջությամբ 24 ժամ, յուրաքանչյուր օր, այլ մեր ազատ գումարը ներդրում ենք անում։ Սա միլիոնատերերի ամենակարևոր հատկություններից մեկն է։ Եթե դուք ուսումնասիրեք, կտեսնեք, որ միլիոնատերերը երբևէ, հա, իսկական միլիոնատերերը, իրանց չեք տեսնի շքեղ տներում, շատ շքեղ մեքենաներով, հա, իրենք հակառակը, իրենց գումարները ներդրում են ակտիվների մեջ, ապակայի մեջ են իրանք ներդրում իրենց գումարները։ Սա միլիոնատերերի ամենակարևոր հատկությունն է։
Ովքեր են շատ ծախսում, այն մարդիկ, ովքեր որ գումար չունեն։ Իրականում, հա, այդ մարդիկ են շատ ծախսում, դրա համար, հա, դա այդպեսի հետաքրքիր, այդպես է, իրականում այդպես է։